գնում ես Ղարաբաղ եւ դառնում ես պատճառ, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Ղարաբաղի դեմ։ Ոնց է լավ, որ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը միաժամանակ եւ 16 թվականից հետո ուշադրություն դարձրին հատկապես հայտնվեցին եկեղեցում։ Իր բնորոշմամբ ներդրվեցին եկեղեցի։ Չստացվի ասել Ռուբեն Վարդանյանի օրինակը, ինքը շատ լավ իմանալով, թե Ալիևը ասեք ինչ, կոպիտ ասած կոմպրներ ունի իր վրա, ինքը ոչ մենակ հայտնվեց Ղարաբաղում, Եթե ռեպորտաժը հեռացրել են, բայց միայն ժամանակ եթե հիշում եք, հրապարակավիճ արեց, սպառնաց Ալիևին եւ ընտանիքին, թե մենք շատ լավ գիտենք, ինքը իր ընտանիքի անդամները որտեղ են հանգստանում, ինչ են անում, հաճիլը նայել եք այդ ռեպորտաժը թե չէ։ Ախր կոնկրետ անձը, ասեք Ռուբեն Վարդանյանը, գիտի իր կապիտալի աղբյուրը, ինքը գիտի ինչ նյութեր հրապարակած, ասիկա Ալիևը ոնց կարա օգտագործի դա որպես ահաբեկչական գործողություն եւ ասենք հակաահաբեկչական գործողություններ ծավալել։ Ռուբեն Վարդանյանի կապիտալի աղբյուրը եւս մաքուր Զուլալ ինքը շատ լավ գիտի, օրինակ ասենք վերջերս հրապարակված էր, Մոսկվայում գնացել էին Վիտովկային ասում ջեն, որտեղ բանվորներ մեկին բանեն արել, մոտեցել էին, զապիս էին արել, պարզում այդ մարդը դե սապուկները հակը բան անում, ասենք ցեխերի մեջ գործանում, բայց շվեյցարիական բանկում 40 միլիոն դոլար կողք իրար։ Ինքը գիտի չէ այդ բաները, ինքը գիտեր տրոյկա դիալոգը ոնց է ստեղծվել, ինքը գիտեր թե ինքը ինչ կապ ունի, ասենք նավթի գնի բարձած, ասենք իր կապիտալը 15 դոլարից 100 դոլար դառնալը ինչ կապ ունի իր միլիարդների հետ։ Դու գնում ես Ղարաբաղ եւ դառնում ես պատճառ, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Ղարաբաղի դեմ։ Ինքը դառնում է պատճառ, որ Ադրբեջանը ռազմական Դե եթե սպառնում է, գումարած ինքը պիտի իր նկատմամբ, ասենք իր գործունեության նկատմամբ փողերի լվացման կամ էսի միջի նկատմամբ ինչ հավանական զարգացումներ կարող ունենա կամ կարող են ասեք մի մասը ճիշտ, մի մասը սուտ, բայց այդ գործը եւ հարց առաջանում, դե շատ կարևոր հարց առաջանում։ Ու վտանգի տակ ես դնում այդ խեղճ ու կրակ երկրի առանց այն իմանալից կասեք գլոբալ բաներից է խոսում։ Ուկրաինայում արդեն Ազովը ռազմակառուցված այդ կառույցները կան զինված։ Բիոլաբորատորիաները կային, Զելենսկին էլ հայտարարեց, որ մոտ օրերից մենք ինչ կունենանք։ Միջուկային զենք ունենք։ Հիշում եք, հենց հայտարարեց ու միանգամից Ռուսաստանի նախագահը այդ հանրահայտությունը տվեց։ Եթե հարավային Կովկասի ուղղությամբ պատերազմ էր պետք, որ Ուկրաինայի կողմից հարձակվեին Ռուսաստանի վրա, դրա համար դες պրովոկացիա էր պետք։ Պետք է գնայի այնպես բաներ ասեի, որ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսել։ Դրանից հետո իհարկե խնդիր էր, որ ռուսների ցամաքային պատերազմի մեջ ներքաշի։ Հենց ռուսները ցամաքային պատերազմի մեջ ներքաշվեն, Ուկրաինայից միանգամից կհարձակվեին, չէ՞։ Ախր Ռուբեն Վարդանյանը ջան, ոնց ասեմ, հասկացանք կապիտալը, հասկացանք, ասենք են տերերը, թե Խարակովսկին, թե Բերեզովսկին, թե մյուսը, թե եւ այլն, բայց դու մի օր պատկերացնում ես, դու ուզում ես գերտերությանը ներքաշես ցամաքային պատերազմի մեջ, որ մի հատ Ուկրաինայի կողմից այդ հարձակումն լինի, որ Ռուսաստանի հասնի։ Եվ այդ ամբողջ այդ 120,000 թերթ ու կրակ ժողովրդի։ Ստեղ կա երրորդ ամենակարևոր հարցերից մեկը, թե ոնց է լավ, որ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը միաժամանակ եւ 16 թվականից հետո ուշադրություն դարձրին հատկապես հայտնվեցին եկեղեցում։ Իր բնորոշմամբ ներդրվեցին եկեղեցի։ Նա Ռուբեն Վարդանյանը լինելով ասենք այդ Աղովայի խորհրդի նախագահ, հոգևոր գերագույն խորհրդի, թե բիզնես իրակապերով բան, ինքը բավականին լուրջ ինֆորմացիայի մասից էր կրող։ Եվ ասենք, եթե նստես մտածես, ասես ոնց անես, որ մարդուն աճացնես, հետո նենց կառույցներում ներդնես կամ ստեղծես ու 10 հակառակ թևի, երեք ուրիշ ճանապարհ չկար։ Այդ մի ճանապարհն էր։ Եվ մեղավորները թող իրանք ման գան,
այդ հարցերում, ոչ թե Ռուսաստանի նախագահի, չգիտեմ, ուժային կառույցների, եսին ինչի, թող մանգա այն մարդկանց մեջ, որոնք այսօր Ռուսաստանի փախած են։ Երկուսն էլ այսօր անազատության մեջ են։ Տեսեք, կարող է պետք չէր ասել, բայց պետք է ասել։ 2020 թվականին ես հանդիպում ինձ հերթական հարցաքննության ժամանակ ազգային անվտանգությունում քչագախմբի ղեկավար Արման Երիցյանի հարցաքննությունը ավարտելուց հետո Արման ասում է, մի հատ բան եմ ուզում քեզ ասել։ Ամեն ինչ արեք, ամեն ինչ որ հնարավոր արեք, որ Ռուբեն Վարդանյանը այս Ղարաբաղի խաղերին չմասնակցի եւ ադրբեջանցիների ձեռը չընկնի։ Ես գիտեմ, ես ասում եմ ազգային անվտանգությունում, քչախմբի ղեկավարի, ես գիտեմ իրենք քիխի եկել Հայաստան։ Ես գիտեմ, որ ինքը նաև իմ հետևից է եկել։ Ես գիտեմ, որ ձեր խնդիրը ինձանից Պուտինի դեմ ցուցում կորզելն է։ Լավ էլ աչքից ձախից փողերը տված։ Լավ է տված։ Այս բաներում ասել եմ։ Բայց ասում եմ դիմյան վրա, ցուցմունքը չեք ստանալու միանշանը։ Բայց Ռուբեն Վարդանյանը դուք շատ վտանգավոր խաղ եք խաղում։ 23 թվականի վերջին Ռուբեն Վարդանյանը կալանավորված էր Անահիտ Բաշարյանի հետ միասին նույն Արման Երիցյանի հետ հանդիպեցին։ Արման ասի, հիշում ես, որ ասի Ռուբեն Վարդանյանի հետ որ ամեն ինչ արեք, որ ադրբեջանցիների ձեռքը չընկնի։ Ասեց հա։ Անահիտ ասում եք տարոնը սենց, ռուսների շպիոնը, չգիտեմ ինչա, փաստորեն մարդը ձեզ իրան վտանգի տակ դնելով ձեզ այդ բաները ասելա ու դուք չեք արել, հիմա ասեցի 3 հատ հարց ունեմ քեզ տալու։ Առաջինը, այն քաղաքական, տնտեսական, քրեական տերորը, որը կազմակերպվել է Ղարաբաղի հարցի հետ կապված, թե չասիկը 2000 թվականից, որ իմ բանկը, կառույցները, սա ինչու սննկացրել եք, բանափոխել, Ղարաբաղի հետ կապված, թե չէ։ Ասեց, կարելի ասել հա եւ կարելի ասել չէ, ասի Աբազյանի հետ հանդիպել եմ, Աբազյանն ասել է միանշանակ Ղարաբաղի հետ կապված։ Հրաս։ Երկրորդը, ասի կարաս մոտ 2000 դու ինձ հարցաքննել ես։ 2008 ես ցուցմունք ունեմ։ Կարաս մի հատ ստորակետ ցույց տաս, սա նախադասությունը կանջատի, մանջատի, ստորակետը տար, բուտ դիլվան, որ ես բացի Հայաստանից ուրիշ երկրի համար եմ աշխատում։ Կարաս մի հատ ստորակետ ցույց տաս։ Ասես չեմ կարող, եթե մի հատ ստորակետ եք գտնի, ես քեզ կալանավորի։ Ասի երրորդ հարցն եմ տալի։ Հաստորեն 2002 թվականին ինչ որ հրաշքով մեզ հաջողվել էր ու գլխավոր Եվի սրանով այսօր ավարտենք, հաջողվել էր Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների հարցը լուծել, որ եւ դուք ներկայիս իշխանությունը նախորդ լրիվ եք։ Մի կոպեկ պետությունից վերցրել են, ասես չէ։ Դե Անահիտը, դե Անահիտ Բաշարյանի անունը տալի, կարող զանգեք իրան ճշտ է։ Եվ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաստատել է, որ ձեր հետ կատարվածը Ղարաբաղի հետ է կապված։ Այո, այս քաղաքական, տնտեսական, քրեական տերորը դրա հետ է կապված։ Որտեղ դուք լուծում եք առաջարկել, լուծել վերջացրել եք։ Ղարաբաղը կարող էր փրկվել։ Լուծել վերջացրել եք։ 20,000 արցախցի։ Ուրեմն թող այսօր տեղից զրկված։ Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին եմ դիմում, թող հազարարություն տա կամ ինքը թող այդ նյութերը հրապարակի, թող ասի։ Արդյոք 2002 թվականի կառավարության որոշումներով, ստորագրված փաստաթղթերով եւ այդ քաղաքական որոշումներով Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների հարցը երկու Հայաստանի լուծված է թե չէ։ Թե սա սուտ մատնություն է, թե սա դեզինֆորմացիա է, եթե դեզինֆորմացիա է, ես իմ ազատության մեջ։ Եթե ճիշտ է, այդ դեպքում ես իմ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ դրել եմ, այդ ամեն ինչը պետությունից մի կոպեկ փող չեմ վերցրել։ Չեմ ասում, օրենքով գողերին դերել եք, մտցրել եք միջուկային վարելիքի ծրագրերի մեջ, չեմ ասում ավարոցեք հայ հերքիզը, չեմ ասում վրա քրեական գործեր եք, չեմ ասում մահապոցեք վեր, բայց վրեջ չեք կարեցեք, չէ՞։ Վերջը արածը սարել է, չէ՞։
ու մենք Վերջը առանց ես արել է։ կարգի դիմաց։ Ասեք, այտենց չի, ասեք սուտ եմ խոսում, եթե սուտ եմ խոսում իր գործունեմ ազատության մեջ, եթե ճիշտ է, այդ որոշումները խիչ եք կայացնում, ինչի առաջի երդին պետությանը տուժող չեք ճանաչում, ես ասում եմ առաջի երդին պետությանը, հետո ինձ, մեկ երկրորդը, նույն դատախազության միջոցով, նույն վարչապետի շրջապատի, նախկին օգնականի, ես գրուպիրովքիկ են ստեղծել, այն օրինական ճանապարհով այն գումարը, որ ես պետք է ստանամ, կրիշաներ են դառնում, ուզում են ես անել, Տարոս Սահակյանին կրիշա է ուզում դառնա, վարչապետի նախկին խորհրդական Հայրի Սարգսյանը, այնքան գումար որ պիտի ստանամ ես, այդ կանոն կծախսեմ, որ ուրիշ հարցեր գուցեմ, այսինքն ընդհանրապես մեկ ուսանած գնաս առանց հանցագործությունների համար նստես։ Դրա համար ես կարամ հաստատ մի բան ասեմ, եւ ի վերջո այս մասով, եթե անպայման հարցեր կառաջանան, որտեղ թեման ինքը ճիշտ հասկացեք, բարդությունը նրանումն է, դատարանից է, Եվս մեկ նամակ օնլայն։ բարդությունը նրանումն է, որ ինքը ունի ռազմաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական բաղադրիչ, որսի դու այդ հոկտեմբերի 27-ը բանը, պիտի կոմիտ ասած և ռազմաքաղաքականից իմանաս, և տնտեսություն իմանաս, և պոլիտիկա, դա համար էլ խափում են,